Մի դրվագ պատմեմ երեկվա Վայոց ձոր կատարած այցելությունից։ Հայաստանի երրորդ գյուղ Մալիշկա, մարդիկ եկել էին ջերմընդունելություն, ու մենք ոնց որ միշտ հարցեր ենք տալիս ու հարցնում ենք, թե ոնց եք ապրում, ոնց է ընդհանրապես ձեր կյանքը գնում։ Առաջի հարցը, որ տվեցինք, որտեղ եք վաճառում ձեր բերքը, քանի որ գյուղացիները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, եւ ինչ գնով եք վաճառում ձեր բերքը։ Մի տարօրինակ բան տեղի ունեցավ, հենց ես այդ հարցը տվեցի, մարդկանց մեջ մի քիչ շփոթություն առաջացավ։ Իրար նայեցին, հետո ինձ պատասխանեցին, որ դե մենք չենք վաճառում մեր բերքը։ Ասում եմ, բա ինչ եք անում։ Ասում եմ, դե ոչ բան, պահում ենք մեզ կամ ուղարկում ենք թորներին։ Ասում ենք, բա լավ, մթերում չկա, ոնց եք բանանում ապահովում։ Ասում եմ, դե չէ, մթերումը կամ շատ էժան գնով է, կամ ընդհանրապես չկա, չեն գալիս տեղից տանեն, կամ էժան գնով ենք անում։ Ասում եմ, լավ, բա գյուղը ինչով է զբաղվում։ Ասում եմ, դե Ռուսաստանից փող են ուղարկում, ապրում ենք։ Ասում եմ, աշխատատեղ գյուղում ընդհանրապես էս պահին կա։ Ասում եմ, առաջ կար, մի քանի տարի առաջ, ու չկա հիմա։ Ասում ենք, լավ, Հայաստանի երրորդ գյուղ մեծությամբ։ Առանց աշխատատեղ ոնց, ասում եմ, դե երեխաները Ռուսաստան են, Խոպանից գումար ուղարկում են, ապրում ենք։ Ճնշված այդտեղից դուրս եկանք, մարդիկ էլ ամենաճնշողը իհարկե շփոթություն էր մարդկանց, երբ մենք հարցրեցինք ուր եք վաճառում, ասենց զարմացան, ոնց որ նորություն լսեին։ Գնացինք մյուս գյուղերը տարածաշրջանի։ Ամեն նույն պատկերը։